ես կրկին զրուցում եմ Վագն Թուխայանի հետ, մեր մարզչի հետ եւ այսօր փորձել ենք գլուխ անել այնպիսի տերմիններից, որոնք դուք շատերդ հանդիպում եք, երբ որ կարդում եք cycling-ի եւ տրիաթլոնի մասին, դրանք են FTP, power, power zones, threshold, power zones եւ ոնց է decoupling, որտեղ մենք հազիվ գլուխ ենք հանել տես պուլսային զոնաներից, հիմա բարձում է հեծանիվում ինչ որ ավելի շատ է, գուցե փորձենք այս power-ից սկսել, հա, հզորությունը, որով մենք քշում ինչ այդ power-ը, ինչքան ուժեղ են ես սխում պեդալները, թե պտտում, ինչքան ուժեղ եւ ինչքան եւ ինչա դա բատերով չափվում օրինակ, հա, այդ արդեն ֆիզիկայից է հարցեր, ֆիզիկայից հարցեր միտում, ցանկացած դեպքում դա հզորությունն է, հզորությունն է, որով մենք պեդալում ֆիզիկայից չխորանում, հզորությունն է, քո, որը որ դու կարողանում ես ունենալ հեծանիվի վրա։ Բարի։ Ինչի համար է դա պետք։ Պետք է, որպեսզի հասկանանք դու ինչքան հզոր ես։ Եվ դա բերում է արագության ի վերջո, հա, ինչքան հզոր ես, այնքան ավելի արագ ես։ Բայց ինքնանպատակ չէ թիվը։ Այսինքն մենք որ գիտենք թե քանի վատ ենք պտտում 5 րոպեում կամ մի ժամում, դա այնց ոչ ոք չի ասում, եթե չենք սկսում դրա վրա ինչ-որ բաներ կառուցել։ Եվ դա իմանալու համար մենք բավականին թանկ սարք է պետք, որը power meter-ը կոչվում, որը $600 կարգի է։ Այսօր 600-ի կարգի, հնարավոր է մի քիչ լիշնի կան ինչ-որ նոր տարբերակներ։ Բայց օրինակ դու որ սկսել ես մարզվել, ավելի թանկ էր անհամեմատ, հա։ 1200, 3000, նայած։ Այն ինքնին սարքա, որը ժամանակին մենակ պրո ատլետներն են օգտագործել, իսկ հիմա եկել է այդպես մտել ավելի տակ սիրողական շուկա։ Հիմա հեծանիվներ կան, որ համիտրով են գալիս։ Նույնիսկ տես է ցավոք սրտի չունեմ այդպիսի հեծանիվ։ Լավ, եւ ունեմ ենթադրենք power meter-ը, ստանում եմ, տեսնում եմ այդ հզորությունը։ Ինչա դա ինձ տալիս, ոնց է ինձ ուղղորդում։ 3 ձևի օգուտ կարող ես քաղել։ Օգուտ համար 1, որպեսզի իրական վիճակը հասկանաս քո մարզական, որպեսզի կարողանաս օր-օրի վրա ինքդ քեզ հետ համեմատվես, պրոգրեսը հասկանաս քո սեզոնի մեջ։ Նայես մարզումները լավ են ընթանում, թե չէ։ Համեմատվես ուրիշների հետ, power to weight ratio-ն նայես, հա, քանի վատ ես բաժանած քո կիլոգրամների վրա, ու եթե 4-ը անցել ես, ուրեմն հզորների թվին ես պատկանում, ենթադրենք 5-ն ես անցել, ուրեմն international pro ես։ Այդպես ինչ-որ բաներ կան, պլանկաներ կան դրած։ Բայց դե իհարկե այդ համեմատվել ինքնանպատակի է մի քիչ նման, պետք չի։ Ավելի լավ է ինքդ քո հետ համեմատվես եւ տեսնես պրոգրեսը, քո մարզումները քեզ վրա ճիշտ են գալիս, թե չէ։ Այս մի ժամ ենթադրենք 250 վատ պահում եմ։ Այդ ինձ ինֆորմացիա տալիս է, թե նույնիսկ դա էլ չի տալիս։ Տալիս է, իհարկե, եթե հետո դու մի ամիս հետո գնում ես մի հատ էս տեստանում ու 265 ես պահում, 15 վատ շահեցիր, նշանակում է այն ինչ որ անում ես, լավ է։ Քեզ ճիշտ է, քո օրգանիզմի համար, քո տեսակի համար։ Իսկ եթե չի բարձրացել ու դու անընդհատ ինչ որ գարնի ես գնացել եկել, չայնի ես բարձրացել իջել ու չի բարձրացել, ինչ է եղել։ նշանակում է կամ վատ ես հանգստացել, վատ ես recover եղել, այդպես ասած, կամ քիչ ես մարզվել, կամ վատ ես մարզվել։ Հասկանալի է։ Բայց պետք է մի բան փոխել։ Իսկ եթե այդ ընթացքում սիրտը ցածր է կամ նույնիսկ բարձր է, այսինքն վատերը մեկ-մեկը պահում ենք, իսկ սիրտը տատանում։ Սիրտը մի հատ այնց վատ խասյաթ ունի, որ ինքը կախված է տարբեր ֆիզիոլոգիական երևույթներից, իրավիճակներից։ Կարող է լավ քնած լինես, սիրտդ ցածր լինի, վատ քնած լինես, բարձր լինի, մի քիչ հարփուխ, մի քիչ ջրազրկվածություն, մի քիչ ջղայնացություն, մի քիչ վախեցածություն, մի քիչ գրգռվածություն ու տարբեր թվեր ստանաս։ Սիրտը շատ ոչ հուսալի չափի չա, կամ պուլսը չափելն է հեծանիվի համար շատ նու վազքի համար է, ուղղակի վազքի համար կա, բայց դա լրիվ ինչ-որ էզոտերիկ է, դա բանի վրա է, big data-ի վրա հիմնված ինչ-որ թվեր են կրակում, ինչեր է, դրան կարելի է անդրադառնալ հետո, հեծանիվի վրա շատ ճշգրիտ է, որտեղ դու սխմում ես հեծանիվի պեդալներին և պեդալի վրա չափվում ակամ, ասենք բանի վրա չափվում, թևիկի վրա չափվում, կարա անիվի վրա չափվի, տարբեր տեղեր են չափում, բայց ինչևէ դրանք ֆիզիկական չափումներ են, իրական։ Հիմա
հուսալիությունը դա համար 1 ոնց որ մեզ համար ուրախ նորությունն է, որ power ավելի հուսալի է, քան սիրտը։ Երկրորդը, որ power-ը իմանալով կարելի է ճիշտ մարզումներ անել։ Այսինքն սրտով էլ կարելի է, բայց power-ով ավելի ճշգրիտ է ստացվում, հա, այսինքն քո մարզական ծրագիրը այդ նույն ինտերվալները անել հեծանիվի power meter-ով շատ ճշգրիտ եւ արդեն ասեղի պես փոքրիկ սուր aerobic fitness-ը ամեն ինչ կարելի է կարգավորել։ Եթե լավ գիտելիք ունես այդ բնագավառից կամ մարզիչը լավ հասկանում է, կամ մարզիչն էլ չէ, նույնիսկ կան պլատֆորմներ, հա, Training Road, Zwift, որոնց եթե դու ճիշտ power meter-ով սարք միացնես, իրանք քեզ ճիշտ կմարզեն։ Հասկանալի է։ Եվ մեկ ուրիշ առավելություն ունենք մրցելուց։ Power meter-ով մրցելը։ Այ ասա, որտեղ հələ $600 չես ասել հələ։ Դժվար է համոզել։ Երրորդը։ Եթե time trial ենք անում, ու մենք անհատական start ենք անում, հա, triathlon-ում կամ եթե նույնիսկ time trial ենք մասնակցում ինչ-որ միտեղ մրցում, մենք խմբական չենք քշում, օրենքը այնպես է, որ չի կարելի մեկը մյուսին կպած քշել։ Չնայած մարդկան խախտում են դա, բայց drafting չի կարելի անել, այսինքն դու ես ասֆալտ եղան պայմանները։ Հիմա դու եթե կարողանում ես հասկանալ, թե ինչ power կարաս պահես ինչ երկարության վրա, ինչ ժամանակի վրա։ Այնպես է լինում, որ դու չես ժամանակից շուտ զոհվում, հոգնում, հա, չես underperform անում կամ overperform անում, այսինքն դու ոչ անում ես այնքան, որ ժամանակից շուտ վատանաս կամ այնքան քիչ ես անում, որ դեռ մեջդ ինչ-որ բան մնացած անում, գայսես փոշմանես ես։ Այս ժամանակին, որ հարցնում էի ինչ էր, մեր ակումբի տղաներից մեկը Սամվել ասաց, որ երբ որ power meter-ը կա, կոմպյուտերի վրա տեսնում ես այդ թիվը, ոնց որ առանց դրա կույր կրնես այդ Ironman-ի ընթացքում, իսկ դրա հետ ոնց որ ամեն ինչ տեսնում ես, դրա մասին է, հա, ըստ Հա, դրա մասին է, բայց այդտեղ պետք է բախտ ունենաս, որ ամեն ինչ աշխատի քեզ։ Իմ հետ չի եղել, որ միշտ power meter-ը ինչ-որ մի խնդիր ունեցել կամ չեմ ունեցել power meter։ Եվ որն է թիվը 75%, հա, որ պետք է պահել Ironman-ը։ Ասում են, եթե դու 10 ժամի մոտ 10-11 վերջացնելու ես, Ironman-ը 75% քո FTP-ի պահում ես հեծանիվի վրա ու վազքը լավ է։ Դա արդեն հաշվում է, որ դու հոգնածի ջրից դուրս եկար ու հələ դեռ պետք է մի հատ ու դա շատ կարևոր է, որ ինքն չի քեզ ասում այնց մի հատ target դիր, այնց մի հատ պլան կա, որ դու հեծանիվ անես շատ արագ, հետո բայց չկարողանաս։ Օրինակ դու որ սկսում ես քեզ թվում է, թե դու ավելին կարաս ես ինչա։ Ահա որտեղ հարմիզը իրոք շատ օգտակար է, որովհետև դու կարող ես դուրս գաս ու սկսես քշել 100-120%-ի վրա։ Հենց այդտեղ կարելի է որտեղ ադրենալին, լավ եղանակ կարող է, ամեն ինչ կարող է, հա, ինչու հետո ասես շատ սուբյեկտիվ բաներ կա, կարող է բան Թուրքիայի հեծանվորդը կողմը տանցավ, ոնց չէ չբռնես, չէ։ Այդ չպետք է թվիթն է, շատ բանա, որովհետև իսկապես այդ էյֆորիան անդադարում այդ գործունեների ժամանակ ու փաստորեն այդտեղ էլ արքնում։ Ստեղ մի հատ sense բան կա Ironman-ի մասին, էլի մի քիչ շեղում ենք այդ իհարկե։ Ironman-ի ժամանակ եթե դու զգում ես, որ դու մրցում ես, ուրեմն վերջացել է քո։ Հեսա վարվել ես, որ այսինքն դու պետք է սկսես մրցել վերջին կիլոմետրի վրա։ Իսկ միջև դու միշտ պետք է քեզ պահես քո զոնայի մեջ, հասկանալով, mindful լինելով, այդպես ասած։ Իմ շատ փոքր փորձից ելնելով ինչ որ Վագը ասեց, այն որ շատ դժվար է անել, բայց նաև չափազանց sense այլանդակ ձևի կարևոր է, օրինակ այսօր վակինս դրա մասին խոսում, ես համատեցի անցած տարի մենք ունեցանք try for all, ամենակարճ դիստանցիան, half եւ full դիստանցիա, ու ես ջրից ամենահոգնածը դուրս է եկել այն կարճի ժամանակ, որը ընդամենը 500 մետր էր, բայց այդ 500 մետրում ավելի շատ էի հոգնել, քան 4 կիլոմետր քինգի ժամանակ, որը 4 կիլոմետր էր գիրողը տանի, բայց որտեղ այնտեղ մտածել ես, որ պետք է պահում էինց։
Շնորհակալություն, այս ամենը շատ հետաքրքիր էր, ինձ թվում է մենք էլի տենց արդ կունենանք, նաև կխոսենք ինչպես FTP տեստ անել, power meter-ները դա ինչը իրոք շատ թանկ է, բայց գոյություն ունի Amazon, նաև երկրորդական շուկա գոյություն ունի, կարող եք պատվիրել, տալ ձեր գլոբինգի հասցեն եւ ավելի մատչելի տարբերակներով գնել եւ ունենալ, հենց որ դա էլ տենց մտապահեք եւ իհարկե like, share, subscribe ու հետևեք ալիքին։